Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Պարոն Պիպոյան, ամեն օր քաղաքապետարանը հրապարակում է թվեր, ըստ որոնց ավելացել է ուղևորցի համար վճարած գումարի չափը։ Սա ինչ է նշանակում, ստվերի կրճատում, բավարար չափով է ստվերի կրճատումը։ Տեսեք, ես ոչ թե խուսափում եմ այս հարցին պատասխանելուց, այլ իրականում չեմ ուզում մեղմ ասած անգործության եւ սխալ գործառույթներին գնահատական տալ։ Հիմա ասեմ թե ինչու։ Երևանի քաղաքապետարանը բազային տվյալ ունի հետազոտություններ, որոնք մացրել է իր համար 2019 թվականին։ Մասնավորապես Երևան քաղաքում մենք ունեցել ենք օրական 618,000 ուղևորափոխադրում։ Այսինքն մենք պետք է ունենայինք, եթե ավելացում չունենայինք, 61 միլիոն հավաքագրվող գումար։ 62 միլիոնին մոտ գումար, հա։ Եթե ստերից հանենք ինչ-որ խմբերի, որոնց վճարունակ չեն, որոնք շատ քիչ են, հա, մոտավորապես 60 միլիոնի կարգի գումար պետք է լիներ։ Մենք տեսնում ենք այն թվերը, որոնք հրապարակվում են, այդ թվերին մոտ էլ չեն, անկախ նրանից թվերի հետ կապված ինչ խնդիր է լուծվում։ Երևանի քաղաքապետարանը այսօր պետք է առաջի հարցին պատասխաներ 5 տարվա մեջ ինչպես են հաջողացել այնպես անել, որ 600,000 ուղևորափոխադրում մենք չունենանք, եթե չունենք։ Եթե ունենք 600,000 ուղևորափոխադրում, ապա միևնույնն է ծիծաղելի են այն թվերը, որոնք իրենք հրապարակում են։ Երկրորդը, երբ որ մենք խոսում ենք տրանսպորտային համակարգի, որովհետև 61 միլիոնի փոխարեն մենք քննարկում ենք 30 միլիոնը։ Այսինքն երկու անգամ պակաս գումար։ Ավելին ասեմ, մենք պետք է հաշվի առնենք Երևան քաղաքը օր-օրի մեծանում է, եւ պետք է հաշվի առնենք նաեւ պատմական վատ իրադարձություններ, որը բնական նորեն է նպաստել թվականակի աճին, հա։ Եվ եթե մենք ունենայինք նորմալ տրանսպորտային համակարգ, մենք այսօր կունենայինք աճ, ավելին։ Միջազգային խորհրդատուն 18 թվականին վերջնականապես հանձնել է Երևան քաղաքին փաթեթ խորհրդատվական փաստաթուղթ, որը կանխատեսում էր ոչ թե նվազում, այլ անգամ աճ։ Հիմա բացատրեմ, որպեսզի լինի ավելի պատկերավոր բոլորի համար, հա։ Տրանսպորտային համակարգը նախատեսում է շարժակազմեր եւ ծախսեր։ Միջազգային խորհրդատուն մեր համար նախատեսել է շարժակազմերի քանակ, որոնք պետք է ապահովեն 650,000-700,000 ուղևորափոխադրում, այսինքն 70 միլիոն գումար հավաքագրվի։ Հիմա երբ որ մենք տրանսպորտային համակարգը չենք բարեփոխում, չենք լավացնում, բնականաբար մեր ուղևորահոսքը կպակասի։ Բայց եթե մեր ուղևորահոսքը պակասում է, մեզ այդքան շարժակազմ պետք չի, որովհետև բերեմ օրինակը, հա, եթե մենք ունենք 10 ուղևոր, ունենք 2 ավտոբուս, մի ավտոբուսի ծախսը պետք է փակի 5 ուղևորը։ Բայց 10 ուղևորի համար մեզ մի ավտոբուս պետք չի, 2 ավտոբուս պետք չի, մի ավտոբուս է պետք։ Մենք ունենք ծախսեր եւ ունենք հավաքագրվող գումար, որով ձևավորվում է տրանսպորտի ինքնարժեքը։ Հիմա մենք հավաքագրում ենք գումար վատ տրանսպորտային համակարգով։ Երևանի քաղաքապետարանը այս պահին սկսել է մի գործընթաց, որը տրանսպորտային բարեփոխման հետ ոչ մի աղերս չունի։ Եվ ավելին, նմանատիպ մանիպուլյացիաներով, թվեր հրապարակելով եւ այլնով, ուսում է հասարակության ուշադրությունը շեղել կարևորագույն փաստից, որ շարունակաբար ձախողում են տրանսպորտային համակարգի բարեփոխումը։ Ինչու են ձախողում տրանսպորտային համակարգի բարեփոխումը, եւս մեկ օրինակ զուգահեռ։ Մեկ պատկերացրեք, ունենք շարժակազմ, որը պետք է նորմալ աշխատելու պարագայում ծախսեր 100 կիլոմետրի վրա 12 լիտր բենզին։ 12 լիտրի փոխարեն մեր մեքենան ծախսում է 30 լիտր բենզին։ Հիմա քննարկել, ով է տալու այս 30 լիտր բենզին ավել բենզինի ծախսը, սպառողը։ Ես դա ինչով է պայմանավորված ավել ծախսը։ Ասեմ, ավել ծախսը ինչով է պայմանավորված։ Մենք ունենք անարդյունավետ գործող տրանսպորտային ցանց։ Մեր տրանսպորտը այսօր շատ ավելի կիլոմետր է քշվում, քան պետք է։ Հետևաբար, ամորտիզացիոն ծախսը շատ ավելին է, քան հարկավոր է, վառելիքի ծախսը շատ ավելին է, ավելին մեքենաների սխալ շահագործումով մեքենաներն են ավելի կարճ է շահագործվելու։ Ես ուզում եմ հասկանալ ինչի հետևանքա, որ ավելի շատ է շում։ Ասեմ։ Շարժակազմի պակասի հետևանքա թե։ Ասեմ։
տեսեք 2000-ականներին տրանսպորտի բիզնեսը Հայաստանում փոխարինել էր լոտոյի բիզնեսին։ Ամեն քայլափոխի նոր գծեր էին ստեղծվում։ Հետո արդեն երբ որ ինքը այդքան եկամտաբեր չէր, գծերի վերանայում տեղի ունեցավ, բայց արդեն կազմված էր այդ անարդյունավետ ցանցը տրանսպորտային։ Երթուղիների կառուցվածքը սխալ էր։ Միջազգային խորհրդատուն, երբ որ եկավ Հայաստան 16-17 թվերից սկսեց արդեն դե ֆակտո միջազգային փորձագետի կողմից արձանագրվել են խնդիրները, որոնք մենք արձանագրում ենք դեռևս 13 թվականին։ Իհարկե այդ թվականին ինչ որ մարդիկ կային, որոնք փողոցում կանգնած ասում են, որ իրանք էլ են պայքարում 100 դրամի դեմ, այսօր պաշտոնյա են, բայց այդ մարդիկ մոռացել են, որ իրանք չէին հասկանում, որ իրանք այդ փաստաթղթերը չէին էլ նայում, իրանք պարզապես 100 դրամ բառն էին լսել, ավելը չէին պատկերացնում տրանսպորտային համակարգից։ Իսկ այդ ժամանակ ովքեր որ աշխատում էին, հասկանում էին, որ այդ 100 դրամը 150 դառնալու մեջ մեղավորություն ունի նաև քաղաքային իշխանությունը, որովհետև անարդյունավետ ցանցագծել։ Երբ որ եկավ միջազգային խորհրդատուն դա փաստեց եւ ասեց տրանսպորտային բարեփոխումը կսկսեք ցանցը փոխելուց, որպեսզի դուք ունենաք օպտիմալ աշխատող ցանց, այսինքն մեր մեքենան պետք է սկսել 30 լիտրի փոխարեն սխալ աշխատող մեքենան պայմանական եմ ասում, հա, ծառայողական մեքենան մի բան պատկերացնենք։ Վատ է աշխատում, այդ ավտոները 13 լիտր են ծախսում, ինքը 30։ Իրան հարգող մարդը բանական էակ է, ասում է ոնց անենք, որ մեր մեքենան սկսի 13 լիտր ծախսել։ Վերանորոգենք մեքենան։ Հիմա քաղաքային իշխանությունը չի ասում ոնց անենք 13 լիտր ծախսենք, ասում է բա 30 լիտր է ծախսում, կամ պետք է քաղաքի բյուջեից այդ փողը տամ, կամ պետք է դուք տաք։ Քաղաքի բյուջեից հոտամ մանկապարտեզի հաշվին եմ տալու։ Մենք քննարկում ենք հիմա այս անհեթեթությունը եւ անունը դնում ենք, որ սա բարեփոխման շրջանակում է։ Վճարման համակարգի ընտրությունը տրանսպորտային համակարգի բարեփոխման վերջին կոմպոնենտն է, ամենավերջին։ Մենք Երևան քաղաքում ունեցել ենք 613,786 ուղևորափոխադրում։ Այսինքն հավաքագրվող գումարը պետք է լիներ 61 միլիոնից ավելի։ Եթե հանում ենք մի քանի հատուկ խմբերին, մոտավորապես 60 միլիոն։ Հիմա 60 միլիոնի համեմատությամբ իրանց հրապարակած թիվը պարզապես ծիծաղելի է։ Իսկ եթե իրենք կարծում են, որ այսօր այդպես չի, ապա այլ հարցի պետք է պատասխանեն։ Ինչպես են կարողացել 5 տարում տրանսպորտային համակարգը աղավաղել այնպես, որ Երևան քաղաքում հանրային տրանսպորտից օգտվի 2 անգամ ավելի պակաս մարդկան օգտվում է, ու դա այն պայմանում, երբ Երևանում բնակչության թիվը աճում է, ավելին պատմական վատ իրադարձություններով պայմանավորված նաև մեր հոսք ենք ունեցել բնական, հա։ Իսկ ձեր կարծիքով ինչ է եղել, կրճատվել է ուղևորափոխադրումը, թե երբ որ մենք համակարգային մոտեցում չունենք, ես այս օրինակը բերում եմ, երբ որ մենք ծանրամարտիկ չենք պատրաստվում, որը պրոֆեսիոնալ տեխնիկա է ենթադրում, հա, ծանրաձող բարձրացնելու, չունենք պրոֆեսիոնալ մարզիչ, չունենք պրոֆեսիոնալ մարզիկ, եւ պարզապես փողոցում ամենալավ ծանրաձողը բարձրացնողին ուղարկում ենք առաջնություն, բնականաբար չեն կարող արդյունք ապահովել։ Հիմա մի պահ պատկերացրեք, որ դրանով հանդերձ փողոցի ոչ թե ամենաուժեղին ուղարկենք, այլ պարզապես ով ծանոթ ունի իրան ուղարկենք։ Մի հատ էլ անգամ ոչ պրոֆեսիոնալների։ Այս պահի դրությամբ, երբ որ տրանսպորտային համակարգով զբաղվում են տրանսպորտ բառը մենակ նստելուց լսած մարդիկ, պարզա որ չենք ունենալու արդյունք։ Իսկ ինչ վերաբերում է արդեն այս համակարգին, որը որ ներդրվում է, այս համակարգում ես բազմիցս նշել եմ, հիմա կկրկնվեմ։ Ժամանակին ազգային ժողովի պատգամավորներից մեկը ազգային ժողովի ամբիոնից ասում էր. «Կոռուպցիան հոպոզով փոչով կենթանի չի»։ Ես չեմ կարող այս նախադասությունը չհիշել այն պայմաններում, երբ բերում են վճարային համակարգ, որը կոնկրետ բանկի հաճախորդների է սպասարկում միայն։ Ի վերջո ամեն բանկի հաճախորդ չի կարող դառնալ տելցել լի բաժանորդ։ Հիմա երբ որ ի սկզբանե տեղ բնութագրի մեջ որպես հավելվածի սպասարկող դու չես ներմուծում, որ այս մրցույթին կարա մասնակցի միայն այն օպերատորը, որ աշխատում է բոլոր բանկերի հետ, ավտոմատ կերպով մնացածը արդեն տեխնիկայի հարց է։ Ինչպես անել, որ մրցույթը հաղթի քո ուզած ընկերությունը, որովհետև դու որպես համայնք պարտավոր էիր ի սկզբանե տեղ բնութագրում դնել պայման, որ պարտադիր է բոլոր բանկերի հետ աշխատելը։ Այս պարագայում տելսելը պարզապես այդ մրցույթին չէր մասնակցի։
Եթե իմ դիրքորոշումն եք ուզում, թե ինչպես պետք է արվեր, ոչ թե սխալի գնահատականը պարզապես։ Երևան քաղաքը եթե ասում է, որ տրանսպորտը պետքա լինի Իրանը կենտրոնացված եւ ոչ մի մասնավոր պետքա չլինի։ Ուրեմն վճարման համակարգը հավելվածը եւ մնացածը եւս պետքա իրականացնել համայնքը։ Եթե համայնքը չի կարող մի հատ հավելված ստեղծի, ինքը նորմալ է, որ իրանք չկարողանան։ Բայց իրականում մենք քաղաքային իշխանություն պահում ենք եւ տրանսպորտային համակարգը տալիս ենք, որ ինքը ամբողջությամբ սպասարկի։ Ինչ է նշանակում, ինչը ինքը որտեղ ինքը շատ փող կարա աշխատի, ներողություն է արտահայտության համար իհարկե, որտեղ ինքը հետաքրքրություն ունի գումար աշխատելու, այդտեղ ինքն է սպասարկում, որտեղ որ ուրիշից կարա հետաքրքրություն ունենա, ուրիշին տա, որ ուրիշը գա շնորհակալություն ասի, տալիս է ուրիշին։ Մի հատ հավելված եղած ինչը համայնքի ռեսուրսով չկարացին սարքել։ Բայց դրանով հանդերձ էլ եմ կրկնում, վճարման համակարգը պարզապես տրանսպորտային համակարգի հետ ընդհանուր ոչ մի կապ գլոբալ հարց լուծելու տեսանկյունից չունի, որովհետև Երևան քաղաքում արդեն չափված ունենք ուղևորահոսք, ունենք միջազգային խորհրդատուի գնահատական եւ չափելի գործիքներ, թե ինչ ենք ակնկալում, եւ ի վերջո էլ եմ կրկնում, ունենք ցանց, գծած ցանց, որը 600,000-ն է ելակետային տվյալ վերցրել։ Եթե մենք 600,000 ուղևորափոխադրում Երևանում չենք ունենալու, այս ցանցն էլ է վատը։ Այդ նշանակում է մենք 1 միլիոն անիմաստ վառել ենք։ Իսկ այդ փաթեթը արժեցել այն ժամանակ 800,000 եվրո, որը նույն համարժեքով մոտ 1 միլիոն դոլարին էր համարժեք։ Ավելին այս գումարի մի մասը գործող իշխանություններն են վճարել։ Եվ ըստ այդ ժամանակվա պարզաբանումների պաշտոնական, իրանք հետազոտում էին հասկանային կարող է ուղևորահոսքը փոխվել է եւ այս փաստաթուղթն այլևս ակտուալ չի, որ կարողանան ներդնել։ Այսինքն իրանք տեսան, որ ամեն ինչ նորմալ է, եթե ամեն ինչ նորմալ է, ուրեմն իրանք հրապարակած բոլոր թվերը պարզապես ծիծաղելի են, որովհետև երբ որ մենք ասում ենք վարորդը վերցնում, մենք պետք է հասկանանք, որ տրանսպորտի ինքնարժեքի մեջ պետք է մտնի վարորդի աշխատավարձը, օրինակ իրանք ինչքան են պլանավորել այդ աշխատավարձը վարորդը չվերցնի։ Դրա համար եմ ասում, որ այս պայմաններում ստվերի դեմ պայքարի մասին խոսել, հա, ստվերի դեմ պայքար եւ կոռուպցիոն ռիսկերի մասին երբ որ խոսում ենք, վարորդի վերցրած 100 դրամ ռիսկ ավել փողի մեջ, այդքան կոռուպցիոն ռիսկ չկա, ինչքան կոռուպցիոն ռիսկ կա, այնտեղ որ ընդամենը մի օպերատոր դառավ դրա սպասարկող, ընդ որում օպերատոր, որը կոնկրետ բանկերի հետ աշխատում։